Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին մնաց 4 օր, քարոզարշավին 2, Հրանտ Բագրատյանն այսօր շփվել է Լոռու մարզի ընտրողների հետ, բայց ոչ դեմ առ դեմ։ Հեռուստատեսային հանդիպմանը Բագրատյանը լոռեցիներին վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում ապակենտրոնացնելու է բոլոր հնարավոր ոլորտները։ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է, նախագահի թեկնածուն մարտավարությունը չի փոխում, հացադուլը շարունակելու է ընդհուպ մինչև ընտրությունների օրը։ Հյուսիս-հարավ ճանապարհի աշտարակ Թալին 42 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը սկսված է կտևի 36 ամիս, 556 կիլոմետր երկարությամբ հյուսիս-հարավ միջազգային բարձր չափանիշներով տրանսպորտային ուղու կառուցումը կավարտվի 2017-ին։ Պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ Թբիլիսիում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունել են Վրաստանի վարչապետն ու նախագահը։ Տուրդմփոց ուղիղ եթերում վրացական հեռուստաալիքներից մեկով հեռուստաբանավեճի մասնակից Սահակաշվիլիի եւ Իվանիշվիլիի կուսակիցները ձեռնամարտի են բռնվել։ Գործին միջամտել են հեռուստատեսության անվտանգության աշխատակիցները։ Գրքերը թեժացել են նաև Կիևում հայտնի գործարարի սպանության հարցով դատական նիստի ընթացքում։ Զանգվածային հրմշտուքի մեջ են ներքաշվել նիստին ներկա պատգամավորներն ու ոստիկանները։ Եվ միջազգային հեղինակավոր կառույցներն ահազանգում են Ադրբեջանում մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման մասին։ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորություններն ու ապահովել երկրի քաղաքացիների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Եվ այսպես Հանրապետության նախագահի ընտրություններին մնաց 4 օր, թեկնածուներն այժմ 7-ն են։ Այսօր քարոզարշավի 25-րդ օրն է, թեկնածուներն ունեն ևս 2 օր իրենց նախընտրական ծրագրերը, դիրքորոշումներն ու հայեցակարգերը ներկայացնելու համար։ Հիշեցնեմ փետրվարի 17-ը լռության օր է, իսկ արդեն 18-ը ընտրության։ Նախընտրական յուրաքանչյուր հանդիպում նախագահի հանրապետական թեկնածուի խոսքով իրեն ոգևորում եւ պարտավորեցնում է։ Ոգևորում է մարդկանց անկեղծ աջակցությամբ, պարտավորեցնում է կանգ չառնել, աշխատել ել ավելի շատ ու նպատակասլաց։ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ապարանի ու Աշտարակի ընտրողներին։ Արագածոտնի մարզի Ապարան Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպումներով նախագահի հանրապետական թեկնածուն եզրափակեց հանրապետության մարզերում նախընտրական քարոզարշավը։ Ապարանում ընտրողներին նախագահի թեկնածուն կոչ արեց միավորել ջանքերը երկրում օրինականության ամրապնդման ուղղությամբ, լուծել պետության առաջընթացը խոչընդոտող խնդիրները միասին։ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ նպատակն է ունենալ ապահով Հայաստան, իսկ ապահով է այն Հայաստանը, որի կայունության, անվտանգության եւ զարգացման հիմքում իր ներկայի ու ապագայի մեջ վստահ մարդն է։ 3 օր անց ընտրելու ենք պետության նոր ապագա քաղաքացու կերպարը, ակտիվ իր ուժը գիտակցող, խաբկանքներն ու վհատությունը մերժող արթուն քաղաքացու կերպարը, Արագածոտնի մարզկենտրոնում հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Ընտրությունը բացառապես կախված է ձեզնից։ Սերժ Սարգսյանը վստահ է, վատիշխանությունը կարող է վերարտադրվել, սակայն լավ քաղաքացի կերտել չի կարող։ Քաղաքացուն կարող է կերտել գիտակից ու ակտիվ, եռանդուն ինքնավստահ հայաստանցիների հասարակությունը։ 1.5 տարի առաջ Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում ողջ գիշեր մահվան դեմ մաքարող բժիշկները փրկեցին 4-ամյա Կարենի կյանքը։ Դուք եք փրկել նրա կյանքը։ Ողջ երկրում որակյալ առողջապահությունը մատչելի դարձնելու ձեր պահանջով։ 10 օր առաջ հայ զինվորները կարգապահության ու մարտական բարձր պատրաստվածության շնորհիվ ոչնչացրեցին մեր անվտանգության նկատմամբ ոտնձգություն կատարած դիվերսանտներին։ Ձեր շնորհիվ չեզոքացվեց վերահաս վտանգը, բանակի մարտունակության, մեր բանակում կարգապահության բարձրացման, մեր բանակը ժողովրդին ավելի ընկալելի ու հարազատ դարձնելու ձեր պահանջով, ձեր սրտացավությամբ, փոփոխությունների հասնելու ձեր համառությամբ ու հավատով։ Դուք պահպանեցիք մեր զինվորների կյանքը։ Դուք եք նրանց անփորձանք վերադարձնելու իրենց մայրերին։ Դուք
Ընդամենը օրեր առաջ իրավապահները բացահայտեցին քաղաքական պայքարի ելած գործչի կյանքի դեմ կատարված հանցագործությունն ու ձերբակալեցին հանցագործներին։ Նախագահի թեկնածուն դիմեց ընտրողներին. ձեր շնորհիվ այս գործելավոճը դարձել իրականություն, իրավապահ համակարգում փոփոխությունների ձեր պահանջով, երկրում անպատժելիությունը վերացնելու ձեր հետևողական պատգամով։ Մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդների սրտի ջերմությունը կյանք վերադարձրեց, կրթության դուռ բացեց ու ապահով կյանքի հույս տվեց մի հրաշք մանչուկի։ Գուցե հասուն տարիքում վիրաբույժի նրա ոսկե ձեռքերը հարյուրավոր կյանքեր կփրկեն ու կվերադարձնեն հարազատներին։ Սա միանգամայն հնարավոր է, քանի որ ձեր ձայնին հլու շատ շուտով կսկսի գործել անապահով ընտանիքների երեխաների մասնագիտական կրթության ապահովման ծրագիրը։ Այն հնարավոր դարձավ բացառապես ձեր շնորհիվ, ձեր կարիքներն ու կարծիքները բարձրաձայնելու արդյունքում։ 5 տարի շարունակ որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար երիտասարդ մեր զավակներին խրամատ եմ ճանապարհել, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգով նրանց հետ եմ եղել ամեն օր։ Ես, որ այնքան մարտական ընկերներ եմ ճանապարհել դեպի փառքի հավերժություն, այսօր ավելի շատ ընկերներ ունեմ անմահ հերոսների փառքի բարձունքում, քան ողջերի թվում, նշում է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով իր մտքերը հայրենիքի սահմաններում գտնվող պաշտպանական հենակետերում են, որտեղ օր ու գիշեր անձնվեր տոկուն ու խիզախ մարտական հերթապահության են կանգնած մեր տղաները։ Եթե դուք ունեք նույն հավատը, որ ունեմ ես, եթե ունեք նույն հույսը, որ ունեմ ես, ապա այս ժամին մեծագույն սիրով խնդրում եմ ձեզ, իմ բոլոր հայրենակիցներին, ձեր ձայնը վստահեք ինձ։ Եթե մերժում եք անկարծիքը, թե մեր ժողովրդի վաստակը քչերինն է, հնչեցրեք ձեր ձայնն այս ընտրություններում։ Եթե մերժում եք այն միտքը, թե մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, պիտի մասնակցեք այս ընտրություններին։ Եթե ընդունում եք, որ մեր երկիրը նոր տնտեսության, լավ վարձատրվող աշխատատեղերի կարիք ունի, որ կրթությունը մեր համարձակ եւ ուսումնատենչ ժողովրդի լավ վաստակի, ապահով կյանքի ու գծերի իրականացման միակ գրավականը պիտի դառնա։ Եթե հավատում եք, որ պիտի ապրենք արդար երկրում, որտեղ յուրաքանչյուրն ունի ապահով կյանքի հնարավորություն, որտեղ բոլորն ապրում են նույն կանոններով, ապա խնդրում եմ 3 օր անց չմնաք տանը, գնացեք ձեր ընտրության հետևից, կերտեք ձեր ապագան։ Երբեք ու հիմա էլ չեմ խոստանում, որ ճանապարհը հեշտ է լինելու։ Թեկնածուի խոսքով ինքն ընտրել է դժվար ուղի, սակայն այդ ուղին տանում է ավելի լավ, ավելի ապահով ու ավելի արդար Հայաստան։ Մեր ընտրած ճանապարհն ավելի երկար է, սակայն այն անցնելու ենք միասին, ուսուսի, հարգանքով ու սիրով, նշեց նախագահի թեկնածուն։ Մայա Խաչատրյան, Արման Ղարիբյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Ռուս-հայկական բարեկամության ու երկու բարեկամ պետությունների ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում Սերժ Սարգսյանի դերի մասին է խոսքել Մոսկվայի մեր թղթակցի հետ Ռուսաստանի Պետդումայի անդամ Արթուր Չիլինգարովը։ Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոսը պատմել է նաև նրա մարդկային որակների մասին։ Որպես հայ, իհարկե հետաքրքրվում եմ Հայաստանի պատմական հայրենիքիս կյանքով և ուզում եմ, որ այնտեղ հնարավորին լավ ապրեմ։ Պարբերաբար եմ լինում Հայաստանում, ասում է Չիլինգարովը, հանդիպում երկրի ղեկավարության հետ։ Սերժ Սարգսյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ 10 տարի առաջ, երբ նա դեռ պաշտպանության նախարարն էր։ Զրուցեցինք և պարզ բառով ասած ընկերացանք։ Այս ընթացքում նա շատ բան է հասցրել անել։ Что удалось вот Сержу Азатовичу, то это вернуть доверие։ Ինչ հաջողվեց Սերժ Սարգսյանին, վերադարձնել հավատը Հայաստանի նկատմամբ։ Ի հայտ է եկել կայունություն հարաբերություններում, երկրում, և հույս կա, որ Հայաստանն ավելի լավ կապրի։ Այս ընթացքում ռուսահայ սփյուռքը նոր շունչ առավ։ Բիզնեսում, տնտեսության մեջ ազդեցիկ հայերը աջակցություն են ստանում նախագահից իրենց ծրագրերն իրականացնելիս։ Ընդհանրապես երկրի գործերի առումով շատ բան է կախված նախագահի դիրքորոշումից։ Արթուր Չիլինգարովի խոսքով իրենց համար շատ կարևոր է, որ Հայաստանի նախագահի դիրքորոշումը Ռուսաստանի հետ գործակցելն է։ Վերջերս էլ Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիրը վավերացվեց։
Եվ նմանատիպ փաստաթղթերը միաձայն են անցնում, որովհետև խոսքը եղբայրական պետության մասին է։ Դաշնային ժողովի անդամը գնահատում է Հայաստանի նախագահի հավասարակշռված артակին քաղաքականությունը։ Կնճռոտ խնդիրները նա ձգտում է հարթել բանակցությամբ։ Это правильное решение, по моей, как политика, человека, который... Դա ճիշտ որոշում է։ Ես, որ երկար տարիներ քաղաքականության մեջ եմ, համարում եմ, որ լավագույնը հենց խաղաղ պրոցեսն է, բայց հստակ հետամուտ լինելով Ղարաբաղի շահին, որն այդքան էլ հեշտ բան չէ։ Շատ կարևոր է անձնական շփումը։ Չիլինգարովը պատմում է, որ Սերժ Սարգսյանը միտքը դեռ կեսից է որսում, եւ կարևոր համարում, որ շփման մեջ նա պարզ, հասարակ մարդ է։ Նրա եւ Ռուսաստանի ղեկավարության միջև ընկերական հարաբերություններ են։ Որոշ երկրներ բարեկամանում են, երբ տնտեսական բաղադրիչն է առաջնային։ Մեր պարագայում, ասում է Չիլինգարովը, առաջնայինը բարեկամությունն է։ Ռուսաստանի ազգային հերոսն ընդգծում է Հայաստանում նկատած փոփոխությունները։ Ասում է, որ փողոցում ժպտացող բարեհամբույր մարդկանց է տեսնում։ Կայունություն կա երկրում, վստահություն երկրի ղեկավարության հանդեպ։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի մասին ասում է, որ նա կյանքի, պատերազմի ու ղեկավարման մեծ դպրոց է անցել։ Չիլինգարովը ամուր է համարում կապը իշխող կուսակցությունների միջև։ Երկու անգամ մասնակցել է ՀՀԿ համագումարներին, ընթերցել Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդևի ողջույնի ուղերձները։ Ռուսաստանը, իսկ ես ներկայացնում եմ Ռուսաստանը, հստակ ընդգծում է, որ սա ռազմավարական դաշնակցություն է։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Արթուր Գրիգորյան, Աշոտ Բնասականյան, Առաջին լրատվական։ Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության տարբեր կառույցները տարբեր երկրներում այս օրերին զորակցության ու համերաշխության միջոցառումներ են կազմակերպում ի նպաստ Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի։ Այդ միջոցառումներից առաջինը տեղի է ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Նմանօրինակ ձեռնարկներ են կազմակերպվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, Նյու Յորք, Նյու Ջերսիի շրջանում, Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Լոս Անջելեսում կազմակերպված միջոցառմանը նույնպես ՌԱԿ-ի անդամները, համակիրներն ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց զորակցությունն են հայտնել Սերժ Սարգսյանին։ Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության հավաքի թեման Հայաստանի նախագահի ընտրությունն էր։ Հայաստանի հոգսերն այսօր շատ են, արտագաղթից մինչև հարևանների հետ չլուծված խնդիրները, ասում են ՌԱԿ անդամները։ Մենք հայրենիքի զինվորներն ենք եւ պետք է ծառայենք որքան եւ ինչպես կարող ենք, նշեցին Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին առաջիկա 5 տարիներին սատարել երկրի նախագահին Հայաստանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Բոլորս տեսնում ենք մեր հայրենիքը գնում է դեպի ապագա։ Ես վկան եմ այդ առաջադիմության։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներում նոր որակ ստացան Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները, որու հետևանքով ավելի մեծ թիվով սփյուռքի հայեր սկսան ներդրումներ անել մայր հայրենիքի տնտեսության հզորացման համար։ Հզոր հայրենիք ունենալով կունենանք նաև առավել կազմակերպված սփյուռք, նշեցին բանախոսները։ Սերժ Սարգսյանը պիտի հասցնի Հայաստանը ապահով Հայաստանի։ Ապահովությունը դա միայն զինվորականության չէ, նաև հայրենիքի աղքատության, հայրենիքի կարիքների, այդ բոլոր ապահովեցնելու։ Նյու Յորքն ու Նյու Ջերսին արևելյան ափի հայաշատ նահանգներից են եւ Ռամկավար կուսակցության համերգ երեկույթը գալիք Հայաստանի իրենց տեսլականի թեմայով է։ Քանդակագործ Մարտին Կակոսյանը տարվա կեսը Երևանում է, կեսը Նյու Յորքում, հայրենիքում թե նահանգներում հետևում ենք Հայաստանին ու նաեւ հարևաններին, ասում է նա։ Գիտենք, որ Հայաստանը դեռևս շրջապատված է, գիտենք, որ կա մեր առջև Ղարաբաղի մեծ չլուծված դեռևս վերջնական լուծում չստացած խնդիր է։ Ամենայն կարևոր բանը Հայաստանի փանագը ավելի զորացավ, ինչ որ հայուն համար ամենահբարդարիչ երևույթը փանագն է։ Միջոցառման մասնակիցները գալիք ընտրություններում իրենց աջակցությունն են հայտնում գործող նախագահին։ Ձեռնարկի նաև մշակութային անդրադարձ եւ տեսաշար եղան։ Համայնքային գործիչ Վան Գրիգորյանի ելույթում հայ-թուրքական հարաբերություններն են արձանագրությունները հիշելով նկատում է, թեկուզ կարճ ժամանակով, բայց հաջողվել էր սեպ խրել Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում, երբ միմյանց դրոշները աղբանոցն էին նետում եղբայրական երկրները, իսկ ամերիկահայերի նպատակն է սատարել Հայաստանին, ինչը հետադարձ կապով նշանակում է սատարել նաև Սփյուռքի հայապահպանությանը։ Հայկարամ Նահապետյան, Առաջին լրատվական, Նյու Ջերսի։ Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել լոռեցիներին։ Թեկնածուն, սակայն ընտրողների հետ շփվել է ոչ թե անմիջականորեն, այլ տեղական հեռուստատեսության միջոցով։
Բագրատյանը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելուց հետո ապակենտրոնացնելու է բոլոր հնարավոր ոլորտները, տնտեսությունից մինչև քաղաքականություն։ Թե ինչպես, Հրաչյա Պապինյանն է պատմում։ Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը լոռեցի ընտրողների հետ նախընտրում է շփվել հեռուստատեսության միջոցով։ Այսօր Վանաձորի լոռի հեռուստաընկերության եթերում թեկնածուն նշեց, որ նախընտրական հանդիպումների ընթացքում կրկին անգամ համոզվել է, որ արտագաղթի կասեցման եւ տնտեսական վերելքի կարևոր նախապայմաններից մեկը ապակենտրոնացումն է։ Ես ապակենտրոնացնելու եմ բիզնեսը մեծ խոշոր օլիգարխներից դեպի փոքր բիզնեսը։ Ես ապակենտրոնացնելու եմ երկիրը Երևանից դեպի ծայրամասերը։ Ես ապակենտրոնացնելու եմ սոցիալական իրավիճակը մեծահարուստներից դեպի ժողովուրդը։ Ապակենտրոնացումը զարգացման մեջ ժողովրդական էլեմենտներ մտցնել տնտեսական ժողովրդավարությունը կամ ինչպես ասում են ժողովրդավարական կապիտալիզմը, սա իմ գաղափարն է, որ այս պահին Հայաստանը պետք է առաջիկա 10-15 տարի։ Կարող է անցնի 15 տարի եւ նորից կլաստերները կամ օլիգարխիկ կառուցվածքները ցիկլի ձևով առաջ գան։ Հետո նորից հարկ լինի իրենց կոտրել։ Այսօր մենք իրենց պետք է կոտրենք։ Պետք է կոտրենք խոշորի դիմադրությունը։ Պետք է կոտրենք խոշոր սուպերմարկետների գրոհը։ Պետք է կոտրենք խոշոր քաղաքների գրոհը, հասկանում եք։ Տվյալ դեպքում միայն Երևանը ունենք։ Լրագրողի հարցին, թե արդյոք ընտրողը հասկացավ իր ծրագրի դրույթները եւ արդյոք այն բարդացված չէր տնտեսագիտական անհասկանալի տերմիններով, թեկնածուն ասաց, թե դա սև PR-ի մի տեսակ է։ Դա մի քիչ չափազանցում է իշխանական կառույցությունը, որովհետեւ երբ որ տեսնում են, որ ակնհայտորեն մարդը գալիս է հստակ ծրագրով, մոդելային ծրագիր, այլ ոչ թե պարզապես ցանկությունների շարան, եւ վիճաբանությանը իրանք չեն գալիս, ես ուզում եմ ասել, որ օրինակ ոչ մի վիճաբանության չեկան, նույն ազատության վիճաբանությանը Սերժ Սարգսյանը չեկավ, ընդդիմության տեխնացուն Ռաֆին չեկավ, հասկանում եք։ Նրանց իշխանությանը շահավետ է այս պահին ասելու, որ շատ խելոք բաներ ասում, շատ բարդ է, անհասկանալի է, ինչ բարդ բան կա։ Մարզաբնակներին հատկապես դուր է եկել այլընտրանքային դատարանների ստեղծման Բագրատյանի ծրագիրը։ Այստեղ Վանաձորում կա քաղաքային դատարանը, կողքը կլինի մի հատ ուրիշ դատարան։ Վանաձորի քաղաքային դատարան 2 եվրոպական, որտեղ դատավորները հայեր չեն։ Եվ ինչ իրավասություններ կունենան օրենքներով։ Նույնը, բացարձակ մեր Հայաստանի օրենքներով լիցենզիա տալիս են աշխատում են մարդիկ։ Վարձատրում։ Ինչ տարբերություն է երկու դատարանների։ Որովհետև կապված չեն տեղական այս կլանային կապերով։ Հնարավոր չէ այն դատարանի կապերը խզել կլանային համակարգից, դա չի բերել։ Սա ճիշտ է։ Մենք այնտեղ ռեֆորմ ենք նախատեսում, դատավորների ընտրություն, ոչ թե նշանակում եւ այլն, որը իհարկե կարող է պատահի փոքր երկրում չփրկի մեզ։ Կլանային ու մենաշնորհային տնտեսական համակարգը վարչապետության իր տարիների ծնունդ համարողներին Բագրատյանը ներկայացնում է մենաշնորհի առաջացման պատմությունը, որ իր պաշտոնաթողությունից հետո է ստեղծվել։ Քանի որ Շևարդնաձեի կլանը իբր թե դժվար է աշխատում, նրա հարազատները չեն թողում, ասում են բոլոր հայերը գալիս են մեզ հետ տրանզիտի պայմաններն ուզում տրանսպորտավորման, տեղափոխման։ Լավ կլինի, որ այստեղից 1-2-ը բանակցեն, բերեն Հայաստանի սահմանագլխին տան մյուս ընկերությունների։ Սա սկսվեց եւ այստեղ կա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, նաեւ Սերժ Սարգսյանի համագը։ Հետագայում այս կառույցները ծավալվեցին եւ ավելի շատ մասնագիտացան, ոչ թե վառելիքի մեջ։ Սկզբնական փողը աշխատել է վառելիքի ոլորտում, այլ հետագայում այս կառույցները մասնագիտացան ներմուծումների մեջ։ Ներմուծումների խնդրեմը հայտնվեց 2000-2001-ին եւ սկսեց տրանսֆերտներ կալ։ Մենք տրանսֆերտներ չենք ունեցել։ Ահա, դրսից արդեն հայերը, որոնք 90-ականների սկզբին գնացել են, տրանսֆերտներ սկսեցին ուղարկել։ Ուրեմն փողը պետք է ժողովրդից վերցնել, ինչպես բերենք ապրանք, ծախենք ժողովրդին, տա մեզ, ապրանքը ծախենք գերշահույթով։ Նախագահի թեկնածուն խոստանում է հնարավորություններ գտնել սննդամթերքի էժանացման համար, ինչը դժվար է խոստանալ բնական գազի մատակարարումների դեպքում։ Հանրապետության համատարած գազաֆիկացիան է 95% բնակավայրերի, որոնցից 30%-ը միևնույն է վիճակի չեն սպառել։ Մենք այդ հարցերը կարող ենք լուծել փոքր էժանացնել, բայց մենք չենք կարող էժանացնել Ռուսաստանի գազիկին։ Ի տարբերություն շաքարի կամ ձեթի, որտեղ կամ ալյուրի, որտեղ էժանացումը անխուսափելիորեն։ Լրագրողի այն հարցին, թե ինչ արձագանք կտա Պարույր Հայրիկյանի վերջին հայտարարությանը, Բագրատյանն ասաց, որ մտադիր չէր ընդհանրապես պատասխանել Հայրիկյանի հայտարարություններին, համարելով այն իր խոսքով ասած ոչ ադեկվատ։ Սակայն ստիպված է ասելու, որ այդ ամենը սուտ է։ Սուտ է, որ ինքը չի դադարեցրել իր քարոզարշավը մահափորձից հետո։ Այդ հայտարարությունը իշխանությանը քցնելու ձև է։ Շատ կոնկրետ եմ ասում։ Որովհետև 2-3 օր առաջ էլ նա հայտարարեց, որ ինչ եղել, որ կշնորհենք ձեռքն կսեղմենք։ Չէ՞ որ
Պարոն Հայրիկյանը, Ռաֆի Հովհաննիսյանը եւ ես ստորագրել ենք թուղթ, որով խնդրել ենք իշխանությանը, որ ցուցակները խայտարակ վիճակում են, չեք շտկում, լավ մի շտկեք, գոնե այստեղ չգտնվող մարդկանց ցուցակները առանձին կախեք։ Եվ այդտեղ մենք պայմանավորվել ենք, որ եթե սա էլ չանեն այս հասարակ բանը, արդար ընտրությունների մասին եւ շնորհավորի մասին խոսել չի կարող։ Ահա պարուրը 3 չեմիսոր հայտարարեց։ Մյուս տեխնացուն էլ հայտարարեց։ Որ ինչ եղել, որ նորմալն է կշնորհեմ, բայց նորմալ այլևս չի կարող լինել, քանի որ մեր խնդրանքը չի արվում։ Լավ, այս դեպքում տեխնացու Ռաֆի Հովհաննիսյանը։ Երրորդը, պարուրի ասացի մեջ երրորդը։ Ես պիտի հասկանամ, այս մարդը սպառնում է, ասում է տեխնացուն հետ անեք, ես դառնամ բրցակիցը, բայց այստեղ իր ապարագայում ընդդիմադիր լինելու հոտ չկա անգամ։ Բա ինչ կա։ Բացեք ճակերտները, Չգիտեմ, ինքը այս հայտարարություն արել է, որ գովի իշխանություններին ինչ կարիք կա։ Ես ում չի համապսխան իրականացել, վերջապես չորրորդը։ Այո, ես ասել եմ, այնպես մի արեք, որ կասկածեք մահափորձին։ Ինքն է դատեք, ինչ հայտարարություններ արվում, ով կարող է լինել, ինչ գույնի մազեր ունեին եւ այլն, ով բռնվեց ի վերջո, եթե դրանք են։ Եվ երբ որ ես ասել եմ մահափորձ չի, ես չեմ ասել նա ինձ ասել է, դու նկատի ունես, որ ես ինքս ինձ վրա եմ կրակի, ասել եմ պարտադիր չի։ Պարզապես կարող է պատայքի քու վրա չեն կրակի սպանելու նպատակով։ Հրաչյա Բաբինյան, Արման Տիտանյան, առաջին լրատվական։ Անկախության հռչակումից մինչ օրս համապետական ու տեղական նշանակության բոլոր ընտրությունների ժամանակ փորձ է արվել ինձ հեռացնել քաղաքական դաշտից։ Այս մասին լրագրողներին այսօր ասել է նախագահի տեխնացու Պարույր Հայրիկյանը, հավելելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ժողովրդի շնորհիվ ինքը ժողովրդի կողքին է ու չի դադարեցնելու պայքարը, թեև այս պահին իրեն այնքան էլ լավ չի զգում։ Իսկ հունվարի 31-ի մահափորձի արմատներն ըստ տեխնացուի շատ խորն են եւ դրանց հասնելը բավական բարդ է, բայց ոչ անհնարին։ Բժիշկների ցուցումով նախագահի տեխնացու Պարույր Հայրիկյանն այսօր հետաձգել է իր վանաձորյան քարոզարշավը, նույնիսկ ասուլիսին գալն արգելված էր, ասում է նախագահի տեխնացուն, սակայն ասելիք կար։ Պարույր Հայրիկյանի խոսքերով նման ահաբեկչական իրավիճակ իր հետ առաջին անգամ չի կրկնվում, ահաբեկչություն էր նաև 1988-ին կատարվածը։ Էլի ահաբեկիչներ, չեմ ասել նույնը թե ոչ նույնը, ահաբեկիչներ ինձ փորձեցին մեկուսացնել մեր քաղաքական գործընթացներից, շատ լավ հասկանալով, որ հիմնական ուղղությունը տանողը ես եմ։ Ես եւ իմ սիրելի ընկերները Այն ժամանակ մեկնարկած քաղաքական նոր գործընթացներում բավարարվեցին միայն արտաքսելով, ասում է նախագահի տեխնացուն, նույնը կրկնվեց նաև Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններում, որտեղ ընտրողները քաղաքական գործիչներն էին։ Այս բոլորը ինչ եմ հիշում։ Ընտրություն, Հայրիկյանի մեկուսացում, ժողովրդի միջոցով Հայրիկյանի վերադարձ, հետո էլի ընտրություն։ 90 թվականին Հայաստանի առաջին դեմքի ընտրության ժամանակ ես բացակայում էի ոչ իմ կամքով։ Միամուր կերպով դրան միացել էին նաև քաղաքական գործիչները։ Օրվա իշխանավորները կարող էին ընդամենը մի անձնագիր ուղարկել, եւ քանի որ իմ քաղաքացիությունը վերականգնված էր, ի վերջո ես պատգամավոր էի, հետ կգայի։ Բայց այդ պահը ձգեցին, որպեսզի հանգիստ կարողանան իրենք դառնալ դրության տերը։ Պարույր Հայրիկյանն այնուհետև անդրադարձավ այս քարոզարշավի անցուդարձին, ներկայացնելով, որ իր վարկանիշը սկզբում հաստատում բարձրանում էր, որոշ մարդկանց դա դուր չեկավ, ասում է նախագահի տեխնացուն ու հավելում, որ իր դեմ համատարած հիստերիա սկսվեց։ Հունվարի 31-ի մահափորձը ընտրապայքարից դուրս դրեց ըստ Պարույր Հայրիկյանի հայտարարության հիմնական տեխնացուներից մեկին, կատարվածը քաղաքակիրթ որևէ երկրում կզգաստացներ մյուս տեխնացուներին, նշված է նախագահի տեխնացուի տարածած հայտարարությունում։ Ըստ էության այդ պահվածքով տեխնացուները դարձել էին այդ սպանությունը պատվիրողների դաշնակիցը։ Փամփուշտով չտապալվածին հաղթում էին նրա բացակայությամբ իրականացվող քարոզարշավով։ Միայն Սերժ Սարգսյանը դադարեցրեց քարոզարշավը։ Այն էլ ընդամենը մեկ օրով։ Մյուսները իրենց բուրըն գործունեությամբ էին զբաղված։ Ավելին, նույն այդ բարդույթից ելնելով, երևի ընտրողները ինչ որտեղ հարցրել էին, բա ես ինչ եք անում, ասում են դեռ պիտի ապացուցենք դա
իսկապես մահափորձ էր։ Ինչ վերաբերում է մահափորձին, նախագահի տեխնացուն այն կարծիքին է, որ ոչ կրակողները եւ ոչ էլ ըստ իր բառերի էպոսագետը կամ որևէ այլ մեկը մահափորձի հիմնական դերակատարները չեն։ Նախագահի տեխնացուն համոզված է, որ այս գործը մի քանի շերտ մաքրությամբ է կատարված։ Պարույր Հայրիկյանի խոսքերով այս խայտառակ իրավիճակը միայն ժողովուրդը կարող է փոխել։ Վահե Կոստանդյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Նախագահի մեկ այլ տեխնացու Վարդան Սեթրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե բավարար փաստեր ունի, որ Հայրիկյանի մահափորձի կազմակերպման ու իրականացման ակունքներում մասոնական մի կազմակերպություն է կանգնած, որի անդամ է նաև Ռաֆի Հովհաննիսյանը։ Տեխնացու Սեթրակյանը վստահ է, որ իր անունն էլ այդ մահափորձի կասկածյալների հետ են կապում, քանի որ Սասնա ծռեր էպոսը լուրջ վտանգ է ներկայացնում այդ կազմակերպության համար։ Նախագահի տեխնացուն շարունակում է չկասկածել իր հաղթանակի հարցում, նա սակայն տեղեկացրել է, որ իր նախագահ դառնալուց հետո չի ճանաչելու ընտրության արդյունքները եւ նոր ընտրություններ է անցկացնելու։ Պատճառն ըստ Սեթրակյանի այն է, որ ընտրարշավը դուրս է եկել իր բնականոն հունից։ Իր հաղթանակը սակայն Սեթրակյանն ամենևին էլ վտանգված չի համարում։ Կոչ եմ անում իմ բոլոր համակիրներին ամուր մնալ իրենց հավատքի մեջ, իրենց վստահության մեջ, մասնակցել ընտրություններին, ես ինքս եմ մասնակցելու, քվեարկել իմ օգտին, ցույց տալու համար, որ ես կարող եմ հաղթել եւ ես կհաղթեմ։ Իսկ Ռաֆի Հովհաննիսյանն իր յուրահատուկ, ինչպես քաղաքացիներն են ասում, քարոզարշավը շարունակում է եւ այսօր հանդիպել է Կոտայքի մարզի Գառնի քաղաքի բնակիչներին։ Ընտրողներին տեխնացուն ասել է, որ իր գլխավոր նպատակն է Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որ երկիրը լքած մարդիկ շտապեն տուն վերադառնալ։ Նախագահի տեխնացու ժառանգություն կուսակցության առաջնորդն իր նախընտրական քարոզչությունը առավոտյան այսպես սկսեց Կոտայքի մարզի Գառնի քաղաքից։ Զբոսանքներ ու փողոցում մարդկանց հետ հանդիպումներ եւ բարևներ բոլորին։ Ի վերջո որքանով է արդյունավետ նախընտրական քարոզչության այս յուրահատուկ մոտեցումը։ Միանշանակ հայ ժողովուրդը պիտի ասի, որ այո, արդյունավետ է, որ գնահատվում է յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ, ով մեր երկրի աղն է, ողնաշարը եւ աբական։ Մենք կարող ենք հավաքել եւ դուք տեսել եք դա Երևանում, Վանաձորում, Գյումրիում հազարավոր մարդիկ, բայց մեր դեսագը այն չէ, որ պիտի ավտոբուսներով բերենք, կազմակերպենք, որ մարդիկ բերման ենթարկվեն։ Մենք ուզում ենք, որ հայ մարդը վերջապես 20 տարվա ընթացքում առաջի անգամ ունենա ազատ ընտրելու հնարավորություն։ Նախագահի տեխնացուն հավաստիացնում է, նախագահ դառնալու դեպքում ամեն ինչ անելու է հայրենիքից արտագաղթած հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ։ Օրինակ է բերում Գառնի վերադարձած Վազգենին, որը 20 տարի բնակվելով Միացյալ Նահանգներում արդեն 7-րդ տարին է ապրում է հայրենիքում։ Ռաֆի Հովհաննիսյանն ասում է, որ բոլորը պետք է տեսնեն, թե ինչպես են տեխնացուները պատկերացնում հանրապետության ապագան, ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Նախագահի տեխնացուն ասում է, որ պետք է պայմաններ ստեղծել Հայաստանում միջազգային չափանիշերին համապատասխան եւ Հայաստանի սահմանադրությանը հարիր ընտրություններ անցկացնելու համար։ Գառնիից հետո ժառանգության առաջնորդը մեկնեց իր քարոզարշավի հաջորդ հանգրվանը։ Հայկ Հովհաննիսյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանն իր առողջական վիճակը գնահատում է բավարար, լուրջ բողոքներ չունի։ Շտաբ բուժօգնության բրիգադի բժիշկները մի քանի ժամ առաջ չափել են նրա զարկերակային ճնշումը եւ մարմնի ջերմաստիճանը, դրանք ըստ բժիշկների թույլատրելի նորմայի սահմանում են։ Տեխնացու Ղուկասյանը բողոքի իր նախաձեռնությունը համարել է հաջողված, քանի որ ըստ նրա իրեն ամեն օր այցելում եւ աջակցություն են հայտնում բազմաթիվ քաղաքացիներ, սոցցանցերով հարցեր են ուղղում հարյուրավոր օգտատերեր։ Ղուկասյանը նշել է, որ իր բողոքի հանդեպ մեծ ուշադրություն են ցուցաբերել նաեւ երկրի ապագայով մտահոգ մտավորականները։ Տեխնացուն նաև նշել է, որ հացադուլով ինքը ցանկացել է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա, քանի որ ըստ նրա Հայաստանի ժողովրդավարությունը կեղծ է։ Անդրեաս Ղուկասյանը նաև շեշտել է, թե չի ընդունելու փետրվարի 18-ին կայանալիք ընտրության որևէ արդյունք, քանի որ ընտրության գործընթացն ըստ տեխնացուի արդեն իսկ անօրինական է։ Ես փորձեցի կոդրել այն կարծրատիպը, որ որևէ բան չի կարելի փոխել, որ այս քրե օլիգարխիկ համակարգը պիտի միշտ հավերժ մնա մեր ժողովրդի ուսերին եւ ոչնչացնի մեր երկրի մարդկային կապիտալը, սպառի մեր երկրի բնական ռեսուրսները, կարծես թե մարդկանց մեջ սկսեց ձևավորվել կամք դուրս գալ այդ համակարգի դեմ։
Մեր երկրում արդյունաբերությունը զարգացնելու, նոր գնորդներ գտնելու, բիզնես ռիսկերը կրճատելու, համաշխարհային շուկաներում հայկական ապրանքների առաջխաղացումը հեշտացնելու նպատակով ոլորտին գումար կհատկացվի նաև բյուջեից։ Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ ստեղծվելու է արտահանման ֆինանսավորումը ապահովագրող կառույց, որն արդեն ստեղծված օղակների հետ գործարաններին կոժանդակի ընդլայնել արտադրությունը։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետը վերահաստատել է այն ընկերությունները, որոնք արտադրությունը կհզորացնեն, արտահանումներ կմեծացնեն, աջակցություն կստանան։ Հայաստանն առաջին անգամ բյուջեից փող է տալիս արդյունաբերության զարգացումը խթանելու համար կես միլիարդ դրամով էկոնոմիկայի նախարարությունը կստեղծի մի նոր կառույց, որը տնտեսվարողին օգնելու է արտահանման նոր շուկաներ գտնել, կրճատել բիզնես ռիսկերն ու ապահովագրել վարկերը։ Կարծում եմ 50-ից 60 առնվազն ձեռնարկություններ այս տարվա ընթացքում հնարավորություն կստանան օգտվելու այս ռեսուրսներից, հիմնականում համաֆինանսավորման սկզբունքով։ Նոր ծրագրով եւ դրանից դուրս կառավարությունն ինչով կարող է կոժանդակի ընդլայնվող բիզնեսներին միայն թե ակտիվացնեն տնտեսությունը, ավելացնեն երկրից դուրս վաճառքի տարվող ապրանքի ծավալն ու դրացուցիչ աշխատատեղ ստեղծեն։ Ձեռներեցներին ավելի վաղ տված խոստումը կրկնեց վարչապետ Սարգսյանը։ Կառավարությունը պատրաստ է առարկայականորեն օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել իրենց արտադրանքի ֆիզիկական ծավալները եւ ի վիճակի են ավելացնել արտահանման ծավալները։ Բիզնես աջակցության նորաստեղծ օղակը կզբաղվի նաև դրսից ներդրողներ, տրանսնացիոնալ ֆիրմաներ Հայաստան բերելու գործով։ Այդ դեպքում իր կամքով եկած սուպերմարկետների էժան ցանց համարվող Carrefour-ին ինչու մերժեցինք հարցին, նախարար Դավթյանը պատասխանում է. նա բիզնես գործընկերոջ հետ տարաձայնություն ունեցավ։ Մրցակցության տեսանկյունից պետությանը շատ էլ ձեռնտու է մատչելի գնով սնունդ վաճառող ունենալ երկրում։ Մենք փորձում ենք հնարավորին մեր իրավասությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերենք, նախավարաճ որ Carrefour-ը այս կամ այն ձևաչափում Հայաստանում հնարավորինս չափ շուտ ներկայացված լինի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից կառավարությանը զեկուցեցին հրշեջներին 4 տիպի հագուստով ապահովելու համար փող չկա։ Մասնագիտական հանդերձանքը կփոխեն նորացված տարբերանշանով ու դիզայնով երկու ձևի հագուկապով, մեկն աշխատանքային, մյուսը տոնական։ Արդարադատության նախարարն էլ տեղեկացրեց, մարդիկ մի հասցեում գրանցվում են, մեկ ուրիշում ապրում, փոստով չեն կարողանում ծանուցման ծրարները ժամանակին հասցնել։ Առաջարկեց նույնականացման քարտ ստացող քաղաքացուն նաև անհատական էլեկտրոնային հասցե տալ, որ ծանուցող նամակները ինտերնետով ուղարկեն։ Աստիճանաբար այդ թղթային եղանակով ծանուցումներից անցնել էլեկտրոնային եղանակով ծանուցումներին, որտեղ նույնականացման քարտերի հետ միասին վերջիններս կստանան նաև այդ էլեկտրոնային հասցեն։ Գործադիրը հաստատեց նաև Երևանի ավականու հերթական ընտրությունը կլինի մայիսի 5-ին։ Հայտարարվեց նախագահական քվեարկության օրը փետրվարի 18-ին երկրում ազատ է ոչ աշխատանքային, երկուշաբթին շաբաթվա այլ օրով չի փոխարինվելու։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Հյուսիս-հարավ ճանապարհի աշտարակ Թալին 42 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը սկսված է, կտևի 36 ամիս։ 556 կիլոմետր երկարությամբ հյուսիս-հարավ միջազգային բարձր չափանիշներով տրանսպորտային ուղու կառուցումը կավարտվի 2017-ին։ Ճանապարհային այս հանգույցը ոչ միայն կհեշտացնի հանրապետությունում միջմարզային երթևեկությունը, այլ նաև կնպաստի արտահանմանն ու տնտեսության զարգացմանը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման մանրամասները Արմինե Պետրոսյանի ռեպորտաժում։ Հյուսիս-հարավ ճանապարհի աշտարակ Թալին 42 կիլոմետր հատվածի շինարարության մեկնարկը տրվեց։ Դավթաշեն կաթնաղբյուր համայնքներում Իզոլյուքս Կորսանի շինարարական տեխնիկան անցել է գործի, կառուցվելու է քառուղի, երկկողմանի եւ բետոնածածկ ճանապարհ։ Ինչով է հետաքրաշարժ աշտարակ Թալին հատվածը, որ այն ընդամենը մի քանի տեղերում է հատվելու գործող ճանապարհ է, մնացած տեղերում լինելու է լրիվ նոր բետոնից լայն ճանապարհ։ Նոր որակի արագընթաց միջանցքով Երևան-Գյումրի ճանապարհը կրճատվելու է 40 րոպեով, միայն այս հատվածում ներդրվելու է 180 միլիոն դոլար։ Աշտարակ Թալին հատվածում հողերը օտարվել են, հողատերերը փոխհատուցվել, 838 հողատարածք դեռ պետք է օտարվի։ Կառավարությունը բյուջեից այդ նպատակով հատկացրել է 6 միլիոն դոլար։ Բետոնի արտադրամ մասը Իսպանիայից արդեն Հայաստան է բերվել, այն շինարարությունը իրականացնող իսպանական Իզոլյուքս Կորսան ընկերությանն է պատկանում։ Արտադրամասը կտեղադրեն 3 շաբաթում, 1 ամիս էլ հարկավոր կլինի այն փորձարկելու համար։ Օրական 1500 խորանարդ մետր բետոն ենք արտադրելու, աշխատելու ենք 10 ժամ, հումքը տեղական հայկական է լինելու, հայկական մի կազմակերպության հետ արդեն ունենք պայմանավորվածություն։
Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը տևելու է 36 ամիս, Երևան-Արարատ, Երևան-Արտաշատ հատվածինը 18 ամիս, Երևան-Գյումրի, Երևան-Արարատ հատվածներում կունենանք քառուղի առաջին կարգի ճանապարհ, Միջանցքի մյուս հատվածներում կկատարվեն բարելավումներ, կկազմակերպվի անվտանգ երթևեկություն։ Ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում է դեպի Հայաստանի հարավ ճանապարհի նոր ուղղությունները։ Երասխի հատվածն ենք շրջանցելու, ու արդեն հիմնական Գորիսն ենք շրջանցելու, Գորիսի դեպի Ղափան Սերբյան ծինաները, որը շատ մեծ օգուտ կտա մեզ թե ժամանակ խնայելու եւ ճանապարհի կրճատման, եւ Քաջարանից դեպի Մեղրի հատվածը, այնտեղ կունենանք մի թունելային հատված, որ կշրջանցենք Քաջարանից դեպի Բարսատիր գոտինել։ Նախնական տվյալներով 50 կիլոմետրով կրճատվելու է Երևանից դեպի հարավ ճանապարհահատվածը, հյուսիս-հարավը կունենա 556 կիլոմետր երկարություն, կներդրվի $500 միլիոն, ծրագրի ավարտը կազդարարվի 2017-ին։ Միջազգային բարձր չափանիշերով կառուցված տրանսպորտային ուղին երկրի հարավը կապելու է հյուսիսի հետ, ապահովելու ելք դեպի միջազգային շուկաներ։ Արմինե Պետրոսյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին լրատվական։ Սպառողի վստահությանն արժանանալու համար տեղական արտադրողները պարբերաբար նորացնում են արտադրանքի տեսականին։ Նատֆուդ ընկերությունը, որ ներկայանում է BLA ապրանքանիշով, տեխնիկական վերազինումից հետո պատրաստվում է շուկա հանել նոր արտադրատեսակներ։ Իդեպ կառավարությունն աջակցել է ընկերությանը ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելով։ Նատֆուդի մասնագետները համոզվել են, տեղական արտադրողի նկատմամբ սպառողն ավելի բծախնդիր է։ Տեխնիկական վերազնումից եւ նոր գործարանի կառուցումից հետո մոտ 10 օր է Նատֆուդ ընկերությունն արտադրանք է տալիս եւ շուտով մտադիր է հայաստանյան շուկան հարստացնել մսամթերքի նոր տեսականիով։ Ընկերությունը շուկայում գործում է 98 թվականից, նոր գործարանը կառուցվում էր 2008-ից։ Վերազինման համար ընկերությունը ներդրել է ավելի քան $25 միլիոն, Գերմանիայից ու Ավստրիայից մեր երկիր բերելով ամենաարդիական սարքավորումները։ Ամբողջ դիզայնը եւ նախագիծը կատարել է Լիսներ գերմանական ֆիրման, որը ինքը ունեցել է 5 նմանատիպ խոշոր պրոյեկտներ արդեն Եվրոպայում։ Արդիական սարքավորումներով են զինված բոլոր արտադրամասերը։ Այս պահին գործարանը 60 տեսակի մսամթերք է հանում շուկա։ Մտադիր է եւ արդեն կարող են լայնել տեսականին։ Շեշտը մենք դրել ենք հիգիենայի վրա։ Այսինքն դուք արդեն տեսաք, որ հնարավորին չափ մարդկային գործոնը պակասացրած է։ Համեմունքներ արտադրող գերմանական ընկերության ներկայացուցիչն աշխատում է գործարանում, աջակցում արտադրական գործընթացներին։ Մեր խնդիրն է Նատֆուդի համար արտադրել լավ հումապղտած երշիկ եւ վերջում ստանալ լավ արդյունք, որակյալ արտադրանք։ Ինչպես էական ներդրումներ կատարող եւ արտահանման ծրագրեր ունեցող մյուս արտադրողներին, կառավարությունը Նատֆուդին եւս աջակցել է, հետաձգելով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը։ Արդյունքում գործարանն այսօրվա իր արտիական սարքավորումներով մեծացրել է արտադրական հզորությունները։ Արդեն կարող է օրական արտադրել 20 տոննա մսամթերք։ Առայժմ արտադրում է 5 տոննա։ Նմանատիպ գործարան, ընդհանրապես գործարան իր պրոյեկտով եւ ամենչով երևի տարածաշրջանում էլ չկա։ Ինչ վերաբերում է սարքավորումներին, կան սարքավորումներ, որը որ կա տարածաշրջանում, բայց ես հատուկ մի քանի բան նշեցի, որը որ չկա։ Ընկերությունը շեշտում է հատկապես խորը սառեցման եւ հալեցման համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել մթերքի օգտակար հատկանիշները։ Այս պահին գործարանում աշխատում է մոտ 130 մարդ։ Ծրագրերը հաջողությամբ իրականացնելու դեպքում աշխատողների թիվը կհասցնեն 230-ի, իսկ արտահանվող երկրների աշխարհագրությունը կընդլայնեն դեպի Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ։ Առայժմ արտահանվում է միայն Վրաստան։ Մերի Կճայան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվականի համար։ ԱՊՀ տարածքում ամենախոշորը համարվող մթերային ցուցահանդեսին Մոսկովյան Պրոդեքսպոին այս տարի առաջին անգամ միասնական տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը։ Ցուցահանդեսին մասնակցում են ոչ միայն Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս պետությունների խոշոր արտադրողները, այլև ռուսական շուկայում արդեն ներկայացված կամ հաստատվելու ցանկություն ունեցող գերմանական ու ֆրանսիական հայտնի ընկերություններ։ Այս ցուցահանդեսը համարվում է ԱՊՀ տարածքում արտադրողների ու սպառողների միջև գործնական կապեր հաստատելու ու արտահանման պայմանագրեր կնքելու բացառիկ հնարավորություն։ Հայաստանն այս խոշորագույն ցուցահանդեսին ներկայացել է շուրջ 10 արտադրողներով գինեգործությունից մինչև ձկնարտադրություն։ Որպես անակնկալ տաղավարում ներկայացված է նաև շուկա նոր մուտք գործած հայկական ավանդական ուտեստներ պատրաստող հայկական վերնագրով բրենդը։ Ցուցահանդեսին Հայաստանի միասնական տաղավարով մասնակցությունը հնարավոր է դարձել զարգացման հայկական գործակալության կազմակերպական աշխատանքի եւ գյուղական տարածքների տնտեսական զարգացման կենտրոնի ջանքերով։ Որպես ցուցադրությունից ստացված գործնական օգուտի օրինակ զարգացման գործակալության տնօրենը բերում է 2011-ին կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում կնքված շուրջ 1.5 միլիարդ դրամի արտահանման պայմանագրերը եւ հույս հայտնում, որ Պրոդ Էքսպոն կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը։
Մեր առաջարկը, այսինքն ինչ որ մենք առաջարկում ենք, միանշանակ համապատասխանում են սպասումներին, որոնք ներկայացնում են գնորդների կողմից։ Հարցը մնում է միայն գնի մեջ, որի մեջ, այսինքն մենք պետք է նաև հաշվի առնենք տեղափոխման ծախսերը։ Եթե դա կլինեն մեծ ծավալների գնումներ, ապա մենք կարող ենք, այսինքն ավելի մրցունակ գին առաջարկել եւ փորձել մրցակցել տեղի արտադրողների հետ, ինչպես նաև Բելարուսիայի, Կազախստանի եւ մնացած ԱՊ երկրների արտադրողների հետ։ Հաջորդ թեմայի մասին։ Ճիշտ քառորդ դար առաջ մեկ մարդու պես համախմբվեց ու բռունցքվեց Արցախի ժողովուրդը տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրներին, Ադրբեջանի ազգայնական քաղաքականությանն ու կամայականություններին հակադրելով իր ինքնորոշման իրավունքը։ Շարժումը սկսվեց տարերայնորեն, նախ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջկենտրոնում, ապա նաև կայծակնային արագությամբ հասավ մինչև Ստեփանակերտ ու Երևան։ 88-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում կայացված պատմական որոշումն անմիջականորեն արձագանքվեց Հայաստանում ու Սփյուռքում, Ղարաբաղի ազատ ընտրության հարցը վերածելով համազգային առաջնահերթության։ Գրեթե միաժամանակ Երևանում սկսվեցին բազմահազարանոց ցույցերը, ըստ էության դառնալով համաժողովրդական կամքի արտահայտման առաջին դրսևորումները խորհրդային կայսրության տարածքում։ Ընդամենը 25 տարի, որի ընթացքում Արցախն իր պատմությունը սկսել է նոր էջից ու այսօր տոնում է փառապանծ հաղթանակի քառորդ դարը։ Արցախյան շարժման Հոբելյանի առիթով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ելույթ է ունեցել մեր երկրի դեսպանը։ Ինձ համար անակնկալ չէ Բաքվի կողմից փաստերի աղավաղման պրակտիկան, բայց ժամանակն է քարոզչական անպտուղ ռետորաբանությունն ու սին մեղադրանքները փոխարինել կառուցողական քայլերով, ասել է Կարեն Նազարյանը։ Խոջալույի դեպքերի հետ կապված ադրբեջանական կողմի մեղադրանքների առիթով դեսպան Նազարյանը հիշեցրել է, որ նախկին նախագահ Մութալիբովն ինքն էր հայտարարել, որ Խոջալույի մեղքն ընկնում է ադրբեջանական կողմի ուսերին։ Դեսպանը Բաքվի իշխանություններին առաջարկել է հետաքննել ու պարզել ինչպես Խոջալույի բնակիչների, այնպես էլ ավելի վաղ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչներին։ Ուղիղ 25 տարի առաջ ի պատասխան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանադրական խաղաղ պահանջին ադրբեջանական իշխանությունները ջարդեր իրականացրեցին անպաշտպան հայերի դեմ։ Վայրագություններն իրականացվեցին հայ փոքրամասնության նկատմամբ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց տանը եւ ովքեր հարձակման ենթարկվեցին միմիայն էթնիկ պատկանելիության համար։ ՄԱԿ-ում հայտարարել է մեր դեսպանը։ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի հետ շահկապելով պատմական զարգացումները Կարեն Նազարյանը հավելել է, որ այսօր էլ ինչպես 20 տարի անց ադրբեջանական նշանառուները շարունակում են կրակել Հայաստանի եւ Արցախի բնակավայրերի, տների, դպրոցների, հիվանդանոցների ու նույնիսկ շտապօգնության մեքենաների ուղղությամբ։ Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի քարե երազներ գիրքը մղձավանջային երազ է դառնում հեղինակի համար։ Գրողի շարունակական հետապնդման փաստը դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության մտահոգության առարկա։ Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն իր երկրի անունից պահանջ է ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը։ Մենք հետևում ենք այդ խնդրին, որքան գիտենք, Յենի Մուսավատ կուսակցությունը չեղյալ է հայտարարել ականջը կտրելու մասին կոչը, ինչը պետք էր անել։ Իհարկե, մենք հիմնավորապես աջակցում ենք խոսքի ազատությանը եւ Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին գրող Այլիսլիի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։ Իսկ քարե երազներ գիրքը շարունակում է ինֆորմացիոն հաղթարշավը միջազգային մամուլի էջերում։ Մեջբերում Վաշինգտոն Փոստից։ Այլիսլիի բախտը չբերեց այնքանով, որ գիրքը տպագրվեց Ռուսաստանում մի ժամանակ, երբ Ադրբեջանի թուլացած վարչակազմը ցնցվում էր հակահայ տենդի մեջ, մեջբերման ավարտը։ Իսկ Ազատություն ռադիոկայանը ոչնչացնող քննադատության է ենթարկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույց բանաձևը մերժելու համար։ Մի երկրում, որտեղ դատարանները, դպրոցներն ու հիվանդանոցները կաշառակերությամբ են զբաղվում, մարդիկ ցանկանում են արդարություն տեսնել։ Ադրբեջանում գործում է այսպես կոչված խավիարային դիվանագիտության սկզբունքը։ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչներին գումարներ ու նվերներ են տրվում։ Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը մերժվել է։ Հիմա նրանք են պատասխանատու բանտում գտնվող յուրաքանչյուր մարդու համար։ Թուրքիայի թե ընդդիմության եւ թե իշխանության ներկայացուցիչները նույնպես դրան դեմ են քվեարկել։ Նրանք ոչ թե ադրբեջանցիների կողքին են, այլ իշխող վարչակազմի, որը շահագործում է ժողովրդին, նշել է Ազատություն ռադիոկայանի թղթակիցը։ Թբիլիսիում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հանդիպում է կայացել նաև Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլիի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թբիլիսիում կայացած նախարարական ոչ պաշտոնական համաժողովի արդյունքները, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակում ընթացող համագործակցությունն ու Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները։ Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև Մոլդովայի իր պաշտոնակից Վլադիմիր Լյամկեի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառների զարգացմանն առնչվող հարցերին։ Վրաստանի մայեստրո հեռուստաալիքով հեռարձակվող փաստարկներ հեռուստաբանավեճի ժամանակ մասնակիցները գործի են դրել բռունցքները։ Հաղորդմանը մասնակցել են վարչապետ Իվանիշվիլիի կուսակից Կոբա Դավիթաշվիլին և նախագահ Սաակաշվիլիի կուսակից Սերգո Ռատյանին։ Հեռուստաբանավեճի թեման փետրվարի 8-ին մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպն էր, երբ մի խումբ ցուցարարներ Սաակաշվիլիի կողմնակիցներին թույլ չէին տվել մտնել ազգային գրադարանի շենք։ Դավիթաշվիլին բանավեճի ժամանակ պաշտպանել էր ցուցարարներին, ասելով, որ հաջորդ անգամ ինքնանձամբ է գնալու միասնական ազգային շարժման հավաքներին և ջարդելու է մասնակիցների գլուխները։ Այնուհետև վրդոված պատգամավորն իր ընդդիմախոս Ռատյանի սրիկա է անվանել, սպառնացել կտրել նրա գլուխը։ Ռատյանին կոտրել է բաժակն ու պատրաստվել հեռանալ ստուդիայից։ Դավիթաշվիլին նետվել է նրան բռնելու։ Արդյունքում քաշքշուկը վերաճել է ծեծ կրտուքի, որի ընթացքում պատգամավորները հասցրել են հարվածել իրար։ Նրանց միմյանցից անջատել են հեռուստատեսության անվտանգության աշխատակիցները։ Միջազգային ուշագրավ մյուս լուրերը տեսաշարով լրահոսին հետևում է Մարիամ Մխիթարյանը։ Դուրդմփոցով է ավարտվել Կիևում հայտնի գործարարի սպանության հարցով դատական նիստը։ Կռիվ է սկսվել ընդդիմադիր պատգամավորների ու իրավապահների միջև այն բանից հետո, երբ դատավորը պահանջել է օրենսդիրներին լքել դատարանի դահլիճը։ Պատգամավորները հրաժարվել են ենթարկվել եւ գործին միջամտել են ոստիկանները։ Հրմշտոցից մեկ իրավապահ տեղափոխվել է հիվանդանոց։ Գործարարի սպանության հարցով դատական գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է դատախազության հայտարարությամբ։ Սպանության պատվիրատու է համարվում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։ Լարված է իրադրությունը Բահրեյնում, շիա մահմեդականները, որոնք կազմում են այդ երկրի բնակիչների 70%-ը 2 տարի առաջ ոտքի կանգնեցին։ Նրանք պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում։ Այսօր ապստամբության երկրորդ տարին շիաները նորից փողոց են դուրս եկել, դարձյալ պահանջելով ժողովրդավարական բարեփոխումներ։ Ցույցերն անցել են ոստիկանության հետ բախումներով, որի ժամանակ զոհվել է մեկ անչափահաս։ Ամբողջ գիշեր շարունակված որոնումների արդյունքում Նորվեգիայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել քաղաքացու, որը սպառնացել է պայթեցնել խորհրդարանը։ Հանցագործին հայտնաբերել օգնել է միջքաղաքային ավտոբուսի ուղևորներից մեկը, որը լսել է հանցագործի հեռախոսազրույցը։ Քաղաքացին սպառնացել է հաշվեհարդար տեսնել քաղաքական գործիչների հետ։ Նրա հակին եղել է պաշտպանիչ բաճկոնից ձեռքին ծանր պայուսակ, ինչն էլ խորացրել է կասկածը։ Ձերբակալության ժամանակ հանցագործի մոտ հայտնաբերվել է նաև գազային ատրճանակ։ Հույն ֆերմերները փակել են Աթենքը երկրի հյուսիս-արևմուտքին միացնող ավտոմայրուղին։ Լամիա քաղաքի գյուղատնտեսության ոլորտի աշխատողները բողոքում են վարելիքի թանկացման եւ եկամուտների նվազման դեմ։ Դիզելային վարելիքի թանկացման գծով Հունաստանը 60 պետությունների ցուցակի 6-րդ տեղում է։ Բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, 11 ֆերմեր է ձերբակալվել, մի քանի մարդ, այդ թվում ոստիկաններ, վիրավորվել են։ Դոնեցկի օդանավակայանում վայրեջքի ժամանակ վթարի ենթարկվել Ան-24 օդանավը։ Վերջին տեղեկությունների համաձայն վթարի հետևանքով մահացել է 5 ուղևոր, 12-ը տարբեր կարգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի ժամանակ օդանավում եղել է 36 ուղևոր եւ անձնակազմի 8 անդամները։ Ուղևորները հիմնականում ֆուտբոլի երկրպագուներ էին, որոնք Օդեսայից Դոնեցկ էին ժամանել մասնակցելու Շախտյոր Բորուսիա խաղին։ Վթարի պատճառները ճշտվում են։ Նախնական տվյալներով միջադեպի պատճառը շարժիչի անցարկությունն է։ Օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, որտեղից էլ անհարթությունների պատճառով այն շրջվել է եւ ճեղքվածք է առաջացել, ինչն էլ օգնել է ողջ մնացած ուղևորներին ժամանակին լքել օդանավը։ Հազարավոր հավատացյալներ էին հավաքվել Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում վերջին անգամ լսելու Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի ելույթը։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը վերջին անգամ էր անցկացում մեծ պահքից առաջ տրվող պատարագը։ Չնայած Պապի հանդեպ հակասական վերաբերմունքին, հրապարակում տիրել է հրաժեշտի տխուր մթնոլորտ։ Հավատացյալների մեծ մասը բարձր է գնահատել Բենեդիկտոս 16-րդի գահակալությունը։ Շատերի կարծիքով Պապին հաջողվել է հարթել կաթոլիկ եկեղեցու ներսում գոյություն ունեցող խմբակցությունների տարաձայնությունները եւ միավորել անցյալն ու ներկան։ Մարիամ Մխիթարյան, Առաջին լրատվական։ Այսօր փետրվարի 14-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Տյառն Ընդառաջը, 40-օրյա Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը։ Տերունական տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Էջմիածնի Մայր տաճարում երեկոյան ժամերկության ավարտին Գարեգին վեհափառի հանդիսապետությամբ կատարվել է նախատոնակի արարողություն եւ անդասնանի կարգ։ Արարողության ավարտին Գարեգին երկրորդ կաթողիկոսը Մայր տաճարի իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառած մոմով Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցել է հավատացյալներին։ Այսքանը, ինչպես կզարգանան իրադարձությունները, կիմանաք Առաջին լրատվականի եթերում։